խմբակցության բոլոր անդամների ներկայությունը, որ մենք վաղուց այսօրվան սպասել ենք այսպես։ Շնորհակալություն բոլորին եւ այսպես սկսեմ Տավուշի մարզի Բերդամանքի հավաքանու 2026 թվականի մայիսի 27-րդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգի նախագիծը ներկայացնեմ առաջին։ Տավուշի մարզի Բերդամանքի հավաքանու 2025 թվականի նոյեմբերի 13-ի 134N որոշման հաստատված Բերդի ամենքապետարանի հաստատակցություն եւ պաշտոնային դրույթաչափերում փոփոխություն կատարելու մասին Տավուշի մարզի Բերդամանքի 2026 թվականի տեղական բյուջեի փոփոխությունների կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի Բերդամանքի բնակիչների անձամբ գրանցված անշարժ գույքերի, շարժական գույքերի եւ հողի վարձավճարների հարկերի արտոնություններ տրամադրելու մասին Գյուղատնտեսական նպատակային նշանակության նշված ծածկագրով 064 հեկտար մակերեսով վայելահողը մսույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության նշված ծածկագրով 0.84 հեկտար մակերեսով արոտավայրը մսույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության նշված ծածկագրով 007 հեկտար մակերեսով վայելահողը մսույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող առևտրի սրահ հողամասով Արտուր Կամոդիայի Հովակիմյանին օտարելու մասին, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող պահեստը եւ պահեստները հողամասով Արտուր Կամոդիայի Հովակիմյանին օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.05 հեկտար մակերեսով նշված ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.04 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նպատականշանակության նշված ծածկագրով 0.11 հեկտար մակերեսով խաղաղի այգի մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.005 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակության նշված ծածկագրով 0.15 հեկտար մակերեսով արոտավայրը մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության նշված ծածկագրով 0.33 հեկտար մակերեսով հնդավորը մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.003 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակության 11.010 նշված ծածկագրով 0.36 հեկտար մակերեսով հնդավոր մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.002 հեկտար մակերեսով նշված ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.006 հեկտար մակերեսով նշված ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.02 հեկտար մակերեսով նշված ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակության նշված ծածկագրով 0.2 հեկտար մակերեսով վարելահողը մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.0 հեկտար մակերեսով նշված ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակության նշված ծածկագրով 0.09 հեկտար մակերեսով վայելահողը մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության նշված ծածկագրով 0.09 հեկտար մակերեսով վայելահողը մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, Տավուշի մարզի համայնք Բերդյուղ Մովսեսում 10-րդ փողոց եւ 10-րդ փողոցի վրա նրբանցքեր ու փակողիներ ավելացնելու մասին, կադաստրային քարտեզում սխալներ օգնում կատարելու մասին, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակը հողամասով Պավել Աբելիզարդայանին օտարելու մասին, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակը հողամասով Վասիա Շավարշի Գարբերյանին օտարելու մասին, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակը հողամասով Վաչո Հրաչյայի Մկրտչյանին օտարելու մասին, Տավուշի մարզ համայնք Բերդյուղ Նավոր երկրորդ փողոցի վրա փակող ավելացնելու մասին, Տավուշի մարզ համայնք Բերդյուղ Արծրաբերդ 9-րդ փողոցի վրա նրբանցք եւ 9-րդ փողոց առաջին նրբանցքի վրա փակող ավելացնելու մասին, Տավուշի մարզ համայնք Բերդյուղ Արծրաբերդ 21 փողոցի վրա փակողներ ավելացնելու մասին եւ Տավուշի մարզ Բերդ համայնքի հավաքանու 7-րդ նստաշրջանի հերթական նիստը գումարմանորը սահմանելու մասին։ Նշված այսքան օրակարգով այսօր աշխատեք, ովքեր են դեմ ձեռնպատ ունենք։ Առաջին հարցի համար գերավայել։ Ես ուզում եմ շատ արագ Ադամյանին չավացնեմ։ Լավ, բաներենք
կազմակերպում Գերներ, ուրեմն ձեր հաստատման ներկայացում, ուրեմն Տավուշի մարզի Բերդ համայնքի հավաքան 2025 թվականի նոյեմբերի 13-ի 134-ին որոշմամբ հաստատված Բերդի համայնքապետարանի հաստիկացուցակի հավելված 24-ի աշխատակազմ կառուցվածքային ստորաբաժանումների մեջ ներառված պաշտոններ տող 27 նախկինում տողնա հաստատված բաժանում պետության կողմից պատվիրատված լիազորություններ իրականացնող գլխավոր մասնագետ Քգար Հաստիկը փոխել կառավարության քաղաքացիների սպասարկման հանձնակազմի կառավարման եւ սոցիալական աջակցության բաժնի ստորաբաժանման գլխավոր մասնագետ Հաստիկով 250,000 դրամ աշխատավարձով նախկինում հաստատված 166,500 դրամ աշխատավարձի փոխարեն։ Ուրեմն սա մեր Զաքսի աշխատակցի հաստիկն է, որը արդեն այդ պատվիրակված լիազորությունները մենք չենք կատարում արդեն այդ Զաքսի հաստիկը կրճատվող է, մենք այդ հաստիկը տեղավորում ենք ուրիշ բաժին, ասենք ըստ հաստիկի հաստատված աշխատավարձի չափականով, ասենք հաստիկը մնում է մերը, ուղղակի այդ քգակը դուրս եկավ մեր հաստիկացուցակից, բայց որպես այդ գլխավոր մասնագետ այդ հաստիկը մեր հաստիկացուցակը մնում է։ Ինչ անվանում է։ Առաջատար մասնագետ, ուղղակի քաղաքացիների գլխավոր մասնագետ, գլխավոր մասնագետ։ Այդ դուրս ընթացքում իրականացնում է։ Չէ, ինքը Համակարգային ծավալով է ստարտ հացարայով։ Դա հաստիկացության նախարարություն ինքը դուրս է եկել դե արդեն մեր հաստիկացուցակը հատվածին սպասել Մենք այդ հաստիկը այդ բառը Եթե աշխատավարձը սահմանվում է գլխավոր մասնագետի աշխատանքի չափով հանրի իրենց սերելա պատերազմացավարություն 165,000 դրամ այդ քանի բջջը Տարածքային ներկայացված հաստիկացություն նշված ձևով է իրականացվում։ Մենք փոփոխել են իրանք ասել են մենք ձեզ ուրիշ ձևով ենք տվել։ Փոփոխեցեք ու տվեք այդ ֆորմալ ձևով ներկայացնել։ Շո դա հարցի։ Եթե հարցեր չկա, քվեարկենք, ովքեր եք որով դեմ ձեռնպա շապ գեմ կապո ինքնին չես շարունակեցինք Ուրեմն հաջորդ հարցը վերաբերում է համաձայն Հայաստան Հանրապետության եւ կառավարության 27/09/25 թվականի թիվ 356 որոշման բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրի շրջանակներում դեռ համայնքի աշնանաց ամսօրենի ցանկ իրականացնած շահառուժներին տրամադրող 30 միլիոն 216,659 դրամ ավելացնել բյուջեի եկամտային մասի հատված 1 այլ եկամուտներ թող 1393 նույն ծրագրի շրջանակներում ծրագրի մոնիտորինգի իրականացման համար տրամադրված 9,6,370 դրամ ավելացնել բյուջեի եկամտային մասի հատված 1 պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեի տրամադրող այլ դոտացիաներ հորվածում թող 1256 ծախսային մասում հատված 2 գյուղատնտեսություն թող 24-21 եւ հատված 3 այլ նպաստներ բյուջեից թող 40-29 հորվածներում համայնքի բյուջեի եկամտային ծախսային մասերը ավելացնել 31,119,119,039 դրամով եւ հաստատել ուրեմն սա վերաբերում է աշնանացան ցանկ կատարած մեր բնակիչներին, որոնց պետությունը սուբսիդավորում է տալի ըստ այդ կարգի, գործող կարգի պետության ասեք առաջարկած 3%-ն էլ մոնիտորինգ իրականացնող այդ խմբին է տրամադրվում, մեր արդեն դե իր գումարած եկամտային մասը ասենք ավելացնում ենք այդքանով, ծախսային մասն էլ նույն չափով։ Դեռ պետք է դեռ սուբսիդավորում կատարվի։ Հեկտարի չափով չէ՞։ Համամասնության։ Ով ինչքան է կատարել, ես կանոնացաններ են կարել, աշնանն ենք է տարել, ես աշնանացանի վերաբերյալ։ Քվեարկենք, դες հարցեր չկա։ Քվեարկեցինք, ովքեր ենք ով։ Ասենք տեմպսի բան անենք, որ ավելի շատ ցանեն, էլի չէ, եթե սուբսիդավորում ենք։ Դեմ ձեռնպաչում ենք, շարունակեցինք։ Հաջորդ հարցը ուրեմն վերաբերում է Բերդի համայնքապետարանի դիմաց բնակիչների համար գրանցված արշակրթական դիրքերի, ինչպես նաև հողի վարձավճարների հարկերի գծով տրամադրել կարգավորիչի համաձայն հավելված երկուսի ուրեմն անշարժ գույքը
Սամվել Ղազարյան, ուրեմն գյուղ Վարագավան, գրանցվածող իհարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 13743 դրամի չափով, ուրեմն վճարելով 14652 դրամ ապարքը։ Հրանտ Գրիգորյանի Նորաշեն համամ գրանցվածող իհարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 13366 դրամի չափով, վճարելով 28350 դրամ։ Հասմիկ Հովակիմյան Գրանցվածող իհարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 2370 դրամի չափով։ Դա գրանցի չէ ինչքան վճարեց այս սպանարան չէ։ Չէ կարող չէ, մենակ դուրժնա գրանց թե ինչա։ Սերյան Վարդանյան Գյուղջինչին համամ գրանցվածող իհարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 29959 դրամի չափով, վճարվելա 44576 դրամ։ Ալբերտ Գյոզալյանի Գրանցվածող իհարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 32023 դրամի չափով, վճարվելա 27000 դրամ։ Ռոբերտ Բաբայան Վարագավան համամ գրանցվածող իհարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 89694 դրամի չափով, վճարվելա 170000 դրամ։ Ուրեմն շարժական գույքերը Սևան Հայկազե Ղարաբաղցյանը համամ գրանցված Մերսեդես Մագնիշի Այս փոխադրամի 4 գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած 3243 դրամի չափով, վճարվելա 50000 դրամ։ Ռուբեն Բարիսյանը համամ գրանցված Opel Vectra Մագնիշի Պետհամարեն շոր փոխադրամի 4 գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 22593 դրամի չափով, վճարվելա 81202 դրամ։ Նարեկ Թադևոսի Մաչկալյանի համամ գրանցված BMW Մագնիշի Պետհամարանի շորես փոխադրամի 4 գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած ուժի 2329941 դրամի չափով, վճարվելա 811425 դրամ ապարք։ Ուրեմն մյուսը վերաբերվում է հաշվառումի ժամանակավորապես հանված մեքենանը, ուրեմն Գագիկ Մեխակի Բրուսյան, գյուղ Բարավակար համամ գրանցված 21061 Մագնիշի Էսպես Համարաշիդնի շոգու փոխադրամի 4 գույքահարկի գծով կատարել զերծ ապարք 94325 դրամի չափով եւ առաջացած ուժի 31594 դրամի չափով։ Ուրեմն ընկերներ, սա այս քաղաքացին ստերեոտիպ հանձնել է իրան համարանիշները ու ինքը չէ պատկերացրել, որ իրան գույքահարկ դնում է, ինքը ստերեոտին մի քիչ ֆինանսապես լավ վիճակի է, բանջի բնակի չի, դե համապարկ կա, համ դուշ կա վերեն, ինքը չգիտեմ դե ով ինչա ոնց է, ասենք չի իմացել, դեցել կուտակվել է, համ խնդրեմ այդ իրան գույքահարկի մայր գումարը համ դուժը զեղջ, չգիտեմ դեպի։ Հանձնաժամ չի կամարում։ Մենք այսպիսի նախարարում ենք հավոքսով։ Հետագային ինքը պարտավորում է, որ վճարի։ Ասենք մեքենան շահագործելու է, դե ասենք ինքը հանձնել է։ Հանձնաժողովն ինչ է ասում, հանձնաժողովը ինչ է, ոնց է քննարկել։ Ոնց է քննարկել։ Դե նորից ծրծրել ենք ասել, տենց հա դե ճիշտ ասած Աննան ասեց դուք էլ եք ուզում մասնակցեք զեղչերի բանին։ Չէ, ես արդեն հարց կար մտցրեց Սա բավական։ Դե համայնքը ինչ է ասում, ասել Բարով պայմանավորություն ասա, ինչ։ Ժամանակավոր դասարեցած մեքենան չեմ մտածում քաղաքով փակում են, ճուտայք դիհակ վճարենք։ Ինքը տարել է իրան մեքենայի համարանիշը հանձնել։ Ինքը չի պատկերացրել, գիտացել է թե որ համարանիշը հանձնում է գույքահարկը, հետո զեղչում է։ Հիմա վերահաշվարել է մեքենան ուզում է։ Դաժանում անցկացնել շահագործել, հարկել Կարող եք իրանից գրավորել։ Չէ, համարավորություն, որ կա պետի վճարի այսու հետ է կամ։ Եթե շահագործել։ Գումարը դե ընդհանուր իր հետ 90 4000 33 փաստորեն 33 94
126,000 դրամ 2014-ից 26 թվականների մինչև Հաստատ հետապնդել չի շարում։ Հետո օգնականություն, Անդրանիկ Երազյանի վարչակալության պայմանագրով պատկանող Վարելանովի պայմանագիրը վարչավճարի գծողկատար է զեղ ճարորդներ տուժերի 12,424 դրամի չափով վճարվել 24,274 դրամ։ Ռուբիկ Բադալյանի երևի Բադալյան Ռուբիկն մահացել արդեն, եկել է դիմում գրել երևի տան։ Մարդը մահացել է։ Վարչավճարների գծող կատարել զեղ ճանաչված տուժերի 2651 դրամի չափով 4805 դրամ։ հանձնաժողովը չի քննարկել։ Քննարկել։ Ինչի կառաջարկել, առաջարկը ներկայացրեք խնդրում եմ ասա քվեարկել։ Ութեմ այդ գույն գրապանը հարկը որ կար է 90 կանի ազարը։ Կարելի է մարդուն գրավոր ինչ-որ համազայնի հանձնաժողովի ավելի, ու մարդուն ասեն բավարար է։ Կասենք այդ համաձայնությունը։ Նման նախադեպի կա, ձրով այդ մեքենա էլ, եթե դառնում ես մի հատ նամանդ է դասի Քվեարկեցիք, ովքեր են կողմ, դեմ ձեռնպահ շարունակեցինք։ Գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-010-0382-007 ծածկագրով 0.64,624 հեկտար մակերս ու վայելավում սուտային կարգով վարձակալության տրամադրելու մասին։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին հրովայնքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հողային ընդգրքի 76-77-78-81 հոդվածներով և կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի պետական և համայնքային սեփականության հանդիսացող ֆորմացիայի օտարման կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշման փաստաթված կարգով հիմք ընդունելով քաղաքացու դիմումը հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Բերդ համայնքի ավագան որոշում է տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի Բերդ համայնքի Անգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական շինության 11-010-0382-007 ծածկագրով 0.64,624 հեկտար մակերեսու վայելավը գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով սահմանել 0.64,624 հեկտար մակերեսու վայելավի տարեկան վարձավճարի մեկնական գինը 15,000 դրամ։ Վարձակալության պայմանագիր կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնության չգալու դեպքում պայմանագիրը լուծարել։ Անգեձորում 6462 քառակուսի մետր հող է, վայելահող է։ 2.5 քառակուսի մետր 2.5 դրամով տարեկան վարձավճար է։ Տենց 25 տարի ժամկետով քաղաքացին ժամանակին դիմել ինքն էր մշակել ու ես հիմի ուզում եմ 25 տարով կնքի Դեմի հետագայում չգիտես եթե մշակել այս հողը հիմնական մենք վարչական ղեկավարի նաև համաձայնությամբ պայուսանների չակին եմ ասիկ վճարել, չիս վարձավճարը նոր հալա։ Հա, մենք միշտ հարցնում ենք արդյոք ինչ-որ խնդիրնի բան չկա։ Քվեարկեցինք, կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք 5-րդը։ Հաջորդ հարցը գյուղատնտեսական նշանակության 11-038-0166-0025 ծածկագրով 0.84,817 հեկտար մակերեսու արոտավայրը մշտային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։ Ղեկավարելով թիմ հողի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հողային օրենսգրքի 76-77
78-81 հոդվածները եւ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի պետական համայնքային նպատականություն հանդիսացող Հողամասերի օտարման կառուցապատման մոլորունքի եւ օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 286 հաստատված կարգով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Բերդ համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու Տավուշի մարզի Բերդ համայնքի վերին Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության 11-038-0-160-0-029 ծածկագրով 0.84817 հեկտար մակերեսով արոտավայրը գյուղգործունեություն իրականացնելու նպատակով սահման է 0.84817 հեկտար մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնական գինը 17,000 դրամ Էլի վարձակալության պայմանագիր կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնության չգալու դեպքում պայմանագիրը լուծարել է Որին Ծաղկավան գյուղում 8481 քառակուսի մետր արոտավայր է մոտ քառակուսի մետր 2 դրամով տարեկան 2 դրամով վարձակալության ենք տալ 17,000 դրամ հատանում կոնկրետ մարդ մշակելու սարել և դիմորա որ ոնց որ շարունակի Քվեարկեցինք ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չունենք եչերորդը Գյուղնշանակության 11-038-0-168-0-028 ծածկագրով 0.7818 հեկտար մակերեսով այլով ուսուցային կարգով վարձակալության տրամադրելու մասին Ղեկավարելով տուն ՀՀ-ի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հողային օրենսգրքի 77-78-81 հոդվածներով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող Հողամասերի օտարման կառուցապատման հիմքի եւ օգտագործման տրամադրման կարգ հաստատելու մասին 286 որոշման հաստատված կարգով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Բերդ համայնքի ավականին որոշում է Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու Տավուշի մարզի Բերդ համայնքի վերին Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության 11-038-0-168-0-20 ծածկագրով 0.7818 հեկտար մակերեսով հարգանալը գյուղգործունեություն իրականացնելու նպատակով Սահման է 0.7818 հեկտար մակերեսով վայրով տարեկան վարձավճարի մեկնական գինը 15,000 դրամ Վարձակալության պայմանագիր կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնության չգալու դեպքում պայմանագիր լուծարել Էլի նույն մարդն դիմել երկու հողում, էլի ոնց ճանապարհի մի կողմն է, մի կողմն 2 դրամով, հա, այս անգամ վայրվա Քվեարկեցինք ով դեմ ձեռնպահ շարունակեցինք Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Տարվե առևտրի սրահը Հողամասով Արծուր Կամոդիայի Հովակիմյանի նոտարելու մասին Ղեկավարը Տին ՀՀ-ի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով ՀՀ-ի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և կառավարության 18-05-2006 թվականի համային 12-յան որոշման 4-րդ կետով և 35-րդ կետի գ ենթակետով հաշվի առնելով նշված կառուցված չէ ՀՀ-ային ազգի 67 հոդվածով Ծովամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներով կառուցված չէ քաղաքաշինական նորմեր և կանոններ էակախախտումներով չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու վերաբերյալ համայնքի ավականին որոշում է Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Չինարի գյուղ, 3 փողոց, 5 կոտորակ 2 հասցեն գտնվող 21.5 քառակուսի մետր մակերեսով արտաքին չափերով, 18.09 քառակուսի մետր մակերեսով ներքին չափերով, 88,236 դրամ արժեքով և դրա պահպանման և սպասարկման համար
0.015 հեկտար մակերեսով հողամասը 1987 դրամ կադաստրային արժեքը ուղղակի վաճառքի ձևով օգտարել Արտուր Կոմոդիայի Հովակիմյանին։ Օրենքով սահմանված կարգով կնքել աշխարհի առողջարքի պայմանագիր։ Չինայի գյուղի բնակիչը երկու դեմել ինքնական բարբեցին օգտագործում արեցի սրափուշը Իրան ինքը դիմելայ հապսովադիմեզին կներ սահմանում էր գոտինո Երկուսն են քվյարկենք իրար հեվարագետել ասալ։ Արադարը կոսուսը Արանձին ավաց է էլի ոտքեր են կով կերներ չինարի ինչ որ հաստատությունը որով Արտուր Հովակիմյանի նպատականում Կողմ դեմ չունենք հաջորդ իրավական մասը կարտոնոչկլի Հրատավոշի մարզի վեր համայնքի սեպական ծանցոցով պայսմերը հողամասով Արտուր Կոմոդիայի Հովակիմյանի օտարելու մասին Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավոշի մարզ Բերդ համայն Չինարի գյուղ 3 փողոց 29/2 պայս թաշցեն գտնվող 224.86 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով արտաքին չափերով եւ 189.68 քառակուսի մետր ընդհանուր ներքին չափերով պայսները 205,073 դրամ արժեքով եւ դրա պահպանման եւ սպասարկման համար 0.948 հեկտար մակերեսով հողամասը 140,010 դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օգտարել Արտուր Կոմոդիայի Հովակիմյանին։ Օրենքով սահմանված կարգով կնքել աշխարհի առողջարքի պայմանագիր։ Պահեստա ինքը հետնայ 954.8 քառակուսի մետր հողամասա ինքնա միջև մեր տիրապետում ասենք փորձում ենք քվյարկեցին համայնքի նաև ղեկավարի համաձայնեն նաև կողմ դեմ ձեռնպա հաջորդ Բնակելի կառուցապատման 0.5 հեկտար մակերեսով 11.060.0039 ծածկագրով հողամասն աճուրդը օտարելու մասին։ Ղեկավարելով թիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հաշվի առնելով որոշած հողամաս ընդգրկված չեղային նզույցի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կարգում չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ համատատման գոտիներով չի սահմանափակում այլ անձանց իրավունքները եւ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավարտանի որոշում է։ Դա համաձայնություն Տավուշի մարզ Բերդ համայնքի գյուղ Բարագավան 7-րդ փողոց 16/1 հողամաս հասցեն գտնվող համայնքային սեփական հանդիսացող բնակավայրի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.05 հեկտար մակերեսով 11.060.0039 ծածկագրով հողամասը աճուրդը օտարելու համար մեկնարկային գինը սահմանել 1.320,000 դրամ հողը 500 քառակուսի մետր հողը Վարագավան գյուղում տնամերձ հողը էլի ոնց որ դիմել են որ սեփականաշնորհի կատարվել է գնահատում եւ սահմանվել է երկինը քվյարկեցին կողմ դեմ ձեռնպա չունենք արցախուրդում Չէ, գինը բավական է բաց է, ես չգիտեմ ես գնում շարունակեցին Բնակավայրի բնակելի կառուցապատման 0.042 հեկտար մակերես հողամասը աճուրդը օտարելու մասին ղեկավարելով թիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հաշվի առնելով որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային անձրքի 67 հոդվածով սահմանված
Ռոմասեի կազմում չի գտնում ինժեներատրանսպորտային օբյեկտների յոտարում կամավորտակության գոտիները, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, նորմատիվ իրական ակտերի մասին թե օրենքի 37 թվականի առաջին մասի առաջին կետով 37 թվականի առաջին մասով եւ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն տավուշի մարդ բերդ համայն քարակ Մոսես վայնացը փողված 27 կոտրակ 16 հողամաց հասցել գտորով 11.0.0.40.0.71 պատկագրով համակայի սեպականություն հանդիսացող բնակավարի նպատական նշանակության, բնակելի կառուցապատման գործանակ նշանակության 0.042 հեկտար մակերեսու հողամասը աճուտով կոտրայելու համար։ Բուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավականու 28 դեկտեմբերի 23 թվականի թիվ 230 որոշ մեկնական գինը սահմանը 180,000 դրամ։ Այս կոոպերատիվ շենքերի մոտ այս հողը փոքր գարաժատեր են քաղաքացիներ միշտ վարձավարձով վճարում են հնելուզում են ձեռք բերեն հողը այս 42 մետր հողը վաճառումը ավտոտնակ չկա հողը, ինքը հողը։ 180,000 թանկ, եթե ուժը կոստաճը ավականը 23 թվականին է, բայց հետո գինը փոխվել է, գնահատորը գնացել է, գինը փոխվել, դրա համար եմ նորից անդրադառնում Քվեարկեցինք, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ չունեն, շարունակեցինք Գյուղատնտեսական նշանակությամբ 11.002 0.319 0.005 ծածկագրով 0.1158 հեկտար մակերեսով խաղաղ այգին մրցութային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին։ Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հողային օրենքի 76, 77, 78, 81 հոդվածներով եւ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի պետական եւ համայնքային սեփականության հոդվածի օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Բերդ համայնքի ավականին որոշում տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակությամբ 11.002.319.005 ծածկագրով 0.1150 հեկտար մակերեսով խաղաղ այգին գյուղգործունեություն իրականացնելու նպատակով սահմանը 0.1158 հեկտար մակերեսով խաղաղ այգու տարեկան վարձավճարի մեկնական գինը 4,000 դրամ վարձակալության պայմանագիր կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխություն հնարավորություն համաձայնության չտալու դեպքում պայմանագիրը լուծարել Բերդ քաղաքում 1158 քառակուսի մետր խաղաղ այգի է վարձակալությամբ ենք տալիս մոտ 3 դրամով քառակուսի մետր Այսքան է պետ սահմանված բանաս է մենք հողային նկատում ենք մեր Բերդի հողերի այսինքն տակախոտը հողի կարգից որոքելի առաջ կարգա խաղաղի որոքելի միշտ մենք հաշվ ենք արել գաքը տենց մոտորապես 3.5 դրամ այլ դառնում է Իշխան չունեմ ասել բայց խաղաղին 4,000 դրամ որ մեկնական դրամը Հաջորդի վարձակալական է վարձակալություն այլ հա հաստատում հիմնականում բայց այս գները ենք դնում որոշ ուղերի նրա
ու բերցին արել է վատ վիճակը խաղերագին է կանացեն գյուլեր է Չերովիչ, չէ, ինքը բերքատուր չի ստեղ։ ավելի քվեարկեցինք։ դեպո մոտորում ես 4 դրամ ատանում, ես մի քիչ 3 ասեցի, բայց 4 դրամ, լա 5% է վավերանով է ավացակալության այս մրցույթը որ կայանը, 5% է այս ամենեն հավանականությամբ պես մարդ ինքը զինելա, որ ինքնել, եթե, բայց կարավ այլ մարդ մասնակցի Սովա որ դիմակ որ մարդ չկարան, ճիշտ ասած չգիտեմ, բայց ուրիշ մարդ մասնակցի ու հաղթի ինքը ազգան լիանում աչի։ Ես միջև կարդաս մեր ազգան։ Այս ինչ եմ գրություն սպացել։ բնակավայրը բնակել կառուցապատ Զրամբոչ, զրո, ինքավ է Ռոմաս աճորդը ոտայելու մասին Եկավարել ողտին հրավայնքի 18-րդ առաջին մասի 21-րդ կետով աշվիարներ Ռոմանը շատ սամամասանք տուկար չէ 67-րդ սամամաց հողամասերի կապում չի գտում ինժեներտրանսպորտային օբյեկտների օճարման կամ հավատմակության գոտիներով չի սահմանափակում այլ մարդկանց իրավունքները նորմատիվ իրական ակտերի մասին օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով եւ 37-րդ հոդվածի առաջին մասով եւ 5 ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավականի որոշում տալ համաձայնություն Տավուշի մարզ Բերդ համայնք քաղաք Մոսես Խորենացու փողոց 27 կոտորակ 17 հողամաս Աստեն գտնվող 11-002-0040-0072 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային նշանակությամբ բնակելի կառուցապատման գործառույթի նշանակության զրամբոր 00557 հեկտար մակեսով հողամաս աճորդը վարելու համար ուժը կորցնած ճանաչել բերք համայնքի հավաքանու 28 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 231 որոշումը մեկնական գինը սահմանել 210,000 դրամ։ Ավտոտնագի տեղը, Էլի ավտոտնագի որը նույն իրար փոխարի նախկինում այլ գինայերել հիմա կանգացել են հա, դրա համար փոխվել, ավական որոշում փոխվել Ես 5.7 քառակուսի տանց կամ Այդ կոոպերատիվ շվեցում հասկանալի, հաջորդը կարգան չէ։ Գյուղ նշանակության 11-014-0516 0002 ծածկագրով զրամբողջ 15,041 հեկտար մակերեսով հարոտավայրը մրցութային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին։ Ղեկավարելով թիվ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հողային անձգրքի 78-71 հոդվածներով և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման կառուցապատման երևույթի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 287 որոշումը փաստացված կարգով և ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Բերդ համայնքի հավաքանի որոշում տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի վարչական սահմանները գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղ նշանակության 11-014-0510-0002 ծածկագրով զրամբողջ 15,041 հեկտար մակերեսով արոտավայրը և գործունեություն անասնապահություն իրականացնելու նպատակով սահմանել զրամբողջ 15,041 հեկտար մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնական գինը 3,000 ՀՀ դրամ վարձակալության պայմանագիր կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության անհրաժեշտ չգալու դեպքում պայմանագիր լուծարել Արոտավայրը 1500 մետր Արծվաբերդ գյուղում մոտ 2 դրամով քառակուսի մետր մացավարձով, հա? Չաթը սարի
ճիշտ ասած գիտեմ որտեղ Մոտ 1500 մետր ասած Մետրացը չկա քվեարկեցի։ Բնակելի նշանակության հողատար։ Քվեարկեցինք, այդ խորինացին քվեարկեցինք։ 72 որոշում։ Կողմ դեմ ձեռնպահ չունենք։ Վարձակալության վերաբերյալ։ Դա քվեարկեցինք։ 2 դրամ, 3000 դրամ տարեկան։ Քվեարկեցինք։ Կողմ 5% դեմ ձեռնպահ չկա, հաջորդը քանի եկել չեմ ելնեմ։ Հաջորդը 94 գյուղ նշանակության 11-010 0334 0003225 հեկտար մակերեսով հնդավորը մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին ղեկավարելով տիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Ավային հանրապետի 73-78 հոդվածներով և կառավարության 2001 թվականի ապրիլ 12 պետական և համայնքային սեփական հանդիսացող ողամացի օտար մակարդակապատման ելունքի օգտագործման տրամադրման կարգ հաստատելու մասին 286 որոշմամբ հաստատված կարգով ինք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Բերդ համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզ Բերդ համայնք Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղ նշանակության 11-010-0334 0003 ծածկագրով 0.33225 հեկտար մակերեսով հնդավորը գյուղ գործունեություն իրականացնելու նպատակով սահմանել 0.33225 հեկտար մակերեսով հնդավորի տարեկան վարձավճարի մեկնական գինը 15000 դրամ վարձակալության պայմանագիրը կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնության չկալու դեպքում պայմանագիր ուղղել Ես էլ 3320 Կարող է եկել որ տարածքում Այգեձորի։ Գոմ է թաղամասում։ Են թաղամաս կան։ Փոքր։ Սա ծածկագրով կարող է իշել։ իմ հիշելով սա Հնդավոր ընդեք։ Այդ վերևներն չէր։ Յուրա Ռոսկանյան, նա։ Թեման Չէ, Յուրա Ռոսկանյանն է։ Շատյան։ Բավականին բաց է գինը, հնարավորին միշտ ավելի բաց է 4.5 դարազնով ամենայն հավանականությամբ թզնուտը կարալյոկ Չէ, ավականից Քվեարկեցինք 14-րդ հարցը Դեմ ձեռնպահ չունենք 15-ը 75 համա 75 որոշում Բնակավայրի բնակելի կառուցապատման պլան որ 0.331 հեկտար մակերեսով հողամասը աճուրդը վտայելու մասին ղեկավարվելով տիմ 18-րդ տիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հաշվի առնելով որոշած հողամասը դժգոհ չէ ՀՀ երրորդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գործիքներում, չի սահմանափակվում այլ անձնատիրությունները, նորմատիվ իրական ակտերի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, 37-րդ հոդվածի առաջին մասով եւ 5 ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավականն որոշում է
տալ համաձայնություն, Տավուշի մարդ, Բերդ համայն, Բերդ քաղաք, Մոսես Խորենացու փողոց 27 կոպարակ 69 հողամաս ասուշեն գտնվող 11-002-0040 0077 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0091 հեկտար մակերեսը հողամասը աչոր դողոտայելու համար ուժը կործայր ճանաչել Բերդ համայնքի հավաքանու 23 ապրիլի 2024 թվականի թիվ 321 ավորոշի մեխանական գինը սահմանել 150,000 դրամ։ Էլի գարաժատեղը, էլի այդ կոմունալ, կոոպերատիվ շենքերի մոտակայքմա 39.1 քառակուսի մետր տարածք է։ Աճուրդա, եթե ճիշտ ասեմ, աճուրդա կա ցանկացած մարդ էլ Էս ո՞րն է։ ամենատերների շենքն է, թե որ Ձել այդ ինքնակրիտ, բայց ես չիմացա։ ճիշտ ասած Իսկ 3-4-ը ոնց որ գույնն է։ Նույնը ասում ակա շենքի հետևանինի կամ առաջելին է տեղ մի քիչ տանբեր Արդեն նախկին զբաղեցրել են։ հա հիմները իրանք վարձ են մոտում համայնքային բյուջե ուզում են օրինական ձևով սեփականացնել բայց հենց որ կարող է ուրիշ մասնակցի Չկա, ներկայացնենք։ արդեն էլեկտրոնային Ազգարան ներկայացնում, քվեարկեցինք ով դեմ ձեռնպահ 17-ը երևի հաջորդը 76 որոշ գյուղնշանակության 11-010-0334 0004 ծածկագրով 0.3684 հեկտար մակերեսով ընդհանուր մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։ Ղեկավարելով ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հողային օրենքի 76, 77, 78, 82 հոդվածներով եւ կառավարության 2001 թվականի ապրիլի պետական եւ համայնքային սեփականության հանդիսացող հողամասերի գոտարման կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգ հաստատելու մասին թիվ 286 որոշման փաստացված կարգով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը եւ համայնքի հավաքանի որոշում։ Դա համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեդորգի վրացական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-010-0334-0004 ծածկագրով 0.3684 հեկտար մակերեսով ընդհանուրը գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով սահմանել 0.3684 հեկտար մակերեսով ընդհանուրի տարեկան վարձավճարի ինքնական գինը 16,000 դրամ վարձակալության պայմանագիրը կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի կնքության հնարավորության համաձայնության չգալու դեպքում պայմանագիրը լուծարել։ Այս երկու կծածկագիրներ մոտավորապես նույն տարածքները ունեն այս 3628 քառակուսի մետր տարածք է հնդավորը էլի ամենայն հավանականությամբ հարակ իսպարասներ են հա գիններ մոտավոր նույն կարգի էլի մոտ 4 դրամի կարգի քվեարկեցինք կով դեմ ձեռնպահ հաջորդը բնակավայրի բնակելի կառուցապատման 0.000273 հեկտար մակերեսով 11-002-0040-0080 ծածկագրով հողամասը աճուրդ օրոտարելու մասին ղեկավարելով ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հաշվի առնելով որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 67 հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գործիքներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները եւ հիմք ընդունելով
Համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավականին որոշում է։ Տալ համաձայնություն, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մոսես Խոյնացու փողոց, 27 կոտորակից ու հողամասացին գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային բնակելի կառուցապատման գործանական նշանակության 0.00273 հեկտար մակերեսու 11.002 0040 008 ծածկագրով հողամասը աճուրդով օտարելու համար էկոնոմիկային գինը սահմանել 110,000 դրամ։ Էլի 27.3 քառակուսի մետր տարածք է նույն կոոպերատիվ շենքերի մոտ էլի քաղաքացիները դիմել են Չէ, քառակուս հաշվա գինու։ Քառակուսի ավոր Արմաս մեկը դեռ 4000 դրամ։ Չէ, ոչ թե ես քառակուսի մետր, այլ այս տարբերությունները մեկ է 120,000 110,000 նայած քառակուսի քանի այս գնահատողը գնահատել է մենք դրա հիման վրա արժեք ենք դրել էլի Եվ արդեն մենք 5,000 դրամ ենք գնահատող քառակուսի մետրը ଆମେ գնահատող ինչ տալիս է նրա կամ հենց նույն գնով կամ ինչ ճավը Քվեարկեցինք ով դեմ ձեռնպահ շարունակեցինք բնակելի կառուցապատման 0.00632 հեկտար մակերեսով 11.002 0040 070 ծածկագրով հողամասը աճուրդով օտարելու մասին ղեկավարվելով տեղական Ну, խորենացու բանն է։ նույն խորենացու իրավական մասը չկարդամ թե համաձայնը չմիտի իրավական մասը Մի կարդա համաձայնությունը նշում Դա հիմքը դնել համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավականի որոշում տալ համաձայնություն Տավուշի մարզ Բերդ քաղաք Մոսես Խոյնացու փողոց 27 կոտորակ 25 հողամաս հասցին գտնվում համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային բնակելի կառուցապատման գործանական նշանակության 0.00632 հեկտար մակերեսու 11.002 ծածկագրով հողամաս աճուրդով օտարելու համար էկոնոմիկային գինը սահմանել 240,000 դրամ Այս էլի բանա խոյնացու փողոցի վրա գալուստան ձեն որ այս տեղը գիտեմ դրամական ճշգրիտ ասել Կողքի շենք բանի ընդեղ ունեն մի հատ օբյեկտ շենքի կողքի դրա մոտ կողքին հենց դրա հետև նայգինեմ երևի Գալուստան դա մի հատ ծածկ չունի Քվեարկեցինք Ես քինացի կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք 20 Հաջորդ բնակելի կառուցապատություն 0.00273 հեկտար մակերեսով 11.002 ծածկագրով հողամասը աճուրդով օտարելու մասին համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Տավուշի մարզ Բերդ համայնք Բերդ քաղաք Մոսես Խոյնացու փողոց 27 կոտորակ 40 հողամաս հասցին գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային բնակելի կառուցապատման գործանական նշանակության 0.00273 հեկտար մակերեսով 11.002 0040 ծածկագրով հողամասը աճուրդով օտարելու համար էկոնոմիկային գինը սահմանել 110,000 դրամ Էլի եթե շատ է լինել այս նույն համարակ կնորինակն է 100,000 Էլի դեմել են Քվեարկեցինք ով դեմ ձեռնպահ շուշուտ կարտած Գնահատեսական շարքության 11.53 00240 041 ծածկագրով 262 հեկտար մակերեսու վայրավաղը
Մրցույթային կարգով վարձակալության տրամադրելու մասին։ Դա համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու շրջանում դեպք համայնք չորաթանկյու վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող նշանակության 11.0053 երկար 40.0041 ծածկագրով զրամբողջ 2212 հեկտար մակերեսով վայելավը յուրատեսական գործունեություն իրականացնելու նպատակով սահմանը զրամբողջ 2262 հեկտար մակերեսով վայելավի տարեկան վարձակալության ներդրական գինը 6000 դրամ։ Վարձակալության պայմանագիրը կնքել 5 տարի ժամկետով, 5 տարի պայմանով, 5 տարի հետո վարձակալության փոփոխության հնարավորության համաձայնություն չգալու դեպքում պայմանագիրը լուծար է։ Չորաթանկյուրումը 2262 մետր վայելավը մոտ 3 դրամով քառակուսի մետրը վարձակալության եք տալի։ Էսպայն Վասպուր Ուդոմյաննա վարձակալության ինքն էլ դիմում, բայց ով կաղճի չգիտի։ Քվեարկեցին կողմ, դեմ ձեռնպահ շարունակեցին, տալ համաձայնություն։ Տալ համաձայնություն, Տավոշի մարզ, Բերդ Haman, Գյուր Այգեծոր, 13 փողոց, 21 կոտորակին խորհրդամասացիան գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության զրամբողջ 0.509 հեկտար մակերեսով 11.010.025.077 ծածկագրով խորհրդամասը աչոդով օտարելու համար, մեկնարկային գինը սահմանել 1.340.000 դրամ։ Այգեծոր գյուղում տնաներ ծորամասա 850 քառակուսի մետր տարածքա, գնահատողը գնահատել 1.340.000 դրամ կարգի, շատ Բնակելի կառուցապատման աչոր դեն գրել, մարդու տնաներ ծողա։ Ինչքան է, քանի մեկ։ 850 Քվեարկեցին։ Ինչքան են, ինչքան թանկացրին էլի բոլոր։ 1.440.000 Դալ համաձայնություն Հաջորդ, տալ համաձայնություն։ Համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու Տավոշի մարզը Բերդ համայնքի Չորաթանկյուրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող գյուղնշանակության 11.040.039 ծածկագրով զրամբողջ 9512 հեկտար մակերեսով վայելավը գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով սահմանը զրամբողջ 9512 հեկտար մակերեսով վայելավի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 3000 դրամ։ Վարձակալության պայմանագիր կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնություն չգալու դեպքում պայմանագիր լուծար է։ Էլի Չորաթանկյուրումը 951 քառակուսի մետրը վայելավը էլի Վասպուր Ուդոմյաննա դիմել վարձակալության ինքն այս պայմանը օգտագործում չգիտենք ով կհարթի վարձակալության Քվեարկեցին, ով կմասնակցին կհարթի։ Դեմ ձեռնպահ չունեն 23-ը։ Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու Տավոշի մարզ Բերդ Haman Չորաթանկյուրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության 11.053.042.002 ծածկագրով զրամբողջ 9774 հեկտար մակերեսով վայելավը գործունեություն իրականացնելու նպատակով Սահմանը զրամբողջ 9512 հեկտար մակերեսով վայելավի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 3000 դրամ։ Վարձակալության պայմանագիրը կնքել պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնություն չգալու դեպքում պայմանագիրը լուծար է։ Էլի նույն մատնադիմել 914.4 քառակուսի մետր տարածքա մոտ 3 դրամով վարձակալության տարեկան։ Կողմ, դեմ ձեռնպահ չունեն։ 24-ը հաջորդ Մովսես գյուղում 10 փողոց են ավելացնում, ուրեմն տալ համաձայնություն
Տավուշի մարզ բերտ համայն գյուղ մովսեսում ավելացնել 10-րդ փողոց երկրորդ Տավուշի մարզ համայն բերտ գյուղ մովսես 10-րդ փողոցի վրա ավելացնել թիվ 1 նրբանցքը երրորդ Տավուշի մարզ բերտ համայն գյուղ մովսես 10-րդ փողոցի վրա ավելացնել թիվ 2 նրբանցքը Տավուշի մարզ բերտ համայն գյուղ մովսես 10-րդ փողոցի երկրորդ նրբանցքի վրա ավելացնել թիվ 1 փակովի Տավուշի մարզ համայն բերտ գյուղ մովսես 10-րդ փողոցի վրա ավելացնել թիվ 2 փակովի Տավուշի մարզ համայն բերտ գյուղ մովսես 10-րդ փողոցի վրա ավելացնել թիվ 3 փակովի Տավուշի մարզ համայն բերտ մովսես 10-րդ փողոցի վրա ավելացնել թիվ 4 փակովի Անհրաժեշտությունը առաջացել մովսես գյուղի հասցեավորման ժամանակ խնդիր առաջացել 10-րդ փողոց չի եղել, ավելացել նաև փակուղիներ առաջացել։ Դենց եթե համոզենք։ Կողմ դեմ ձեռնպատ 25-ը տալ համաձայնություն։ Տալ համաձայնություն։ Այսինքն կադաստրային քարտերը կատարելու համար յուրաքանչյուր համասի համար ավական քննարկումը չներկայացնելու նպատակով լիազոր է բերտ համայնքի ղեկավարին կիրառել ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թվականի 698-ն որոշման դրույթները եւ կատարել սեփականության սուբյեկտի, ինչպես նաեւ կադաստրային քարտերի սխալների ուղղում սույն որոշում ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից Ուրեմն առաջանում կադաստրային քարտերում շատ սխալներ կա, որպեսզի ամեն անգամ ավական ու ինչ բանի չդրվի, ավականը լիազորի համայնքի ղեկավարին, որ համայնքի ղեկավարը ճշտումները հայելի, որտեղ շատ այդ բաները առաջանում ձևի ուղումներ առաջացնելու խնդիրներ շատ առաջանում Որին կոսամոված կարգա։ Հա, ուրեմն կարող ենք ուրեմն դա կարծում Հա, 698-ն դրույթները, որոշման դրույթները, տենց կետ կայլ, կարակ լիազորեք համայնքի ղեկավարին։ Կողմ դեմ ձեռնպատ ունենք հաջորդը ուրեմն բերտ համակամին որոշում բերտ համայնքի վաճառական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ բերտ համայնք բերտ քաղաք Նեսօր Մաշտոցի փողոց 14 կոտրակ 17 հասցեում գտնվող 9.2 քառակուսի մետր մակեսով արտաքին չափերով 5.61 քառակուսի մետր մակեսով ներքին չափերով ավտոտնակը 15,392 դրամ արժեքով եւ դրա պահպանման եւ սպասարկման համար 0.0092 հեկտար մակերեսով հողամասը 26,565 դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով Օթայով Պավել Աբելի Զարգարյանի օրենքով սահմանված կարգով ընկել անշարժույթի առողջակի պայմանագիր Օրենքն մի փոքր տարածք կա իրար տարածք կնա հետո համայնքային հողումը հայտնվել ոնց որ սեփական տարածքի շարունակությունը իրենք որ չի խանգարում ըստ մեր դիտարկել ենք փոքր ամբողջ 2.5 մետր տարածքի մասին խոսքը Կողմ կերներ դեմ ձեռնպատ չի շարունակեցինք Բերտ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակը հողամասով Վասիլ Շավաշի Գաբրիելյանի նոտարելու մասին Բերտ համայնքի վաճառական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ Բերտ համայնք Բերտ քաղաք Մաշտոցի փողոց 27 կոտրակ 12 հասցեում գտնվող 24 քառակուսի մետր մակերեսով արտաքին չափերով 21.59 քառակուսի մետր մակերեսով ներքին չափերով ավտոտնակը 40,152
Հնադրան արժեքով և դրա պահպանման և սպասարկման համար 0.0024 հեկտար մակերեսու հողամասը 69300 հնադրան կատաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտար Վասյա Շահոշի Գաբրելյանին օրենքով սահմանված կարգով կնքել անշարժվիչի առողջարքի պայմանագիր։ Այս ավտոտնակը գտնվում է Փոշտի շենքի կողքի շենքի դիմացի շինարարների շենքի դիմացի մասում է գտնվում մոտ 24 քառակուսի մետր տարածք զբաղեցնում ինքը դիմելա օրինականացնենք կապիտալ շինությունը Չորտենկա շինություններ, ոչ բաներ չի խանգարում։ Չի խանգարում շենքից հեռու է նույն շարքը ավտոտնակների շարքը է իմաստը արդեն օրինականացած է Քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպա 28-ը 28 Բերդ համայնքի վաճառական սահմաններում գտնվող համայնքային սեփական չեն հանդիսացող Բերդ համայնք, Բերդ քաղաք, Հայկ Նահապետի փողոց 21 կոտորակ հատեն գտնվող 25.27 քառակուսի մետր մակերեսով արտաքին չափերով 20.45 քառակուսի մետր մակերեսով ներքին չափերով Վարշավերանց շենքը 380,491 դրամ արժեքով և դրա պահպանման և սպասարկման համար 0.00429 հեկտար մակերեսով հողամասը 123,804 դրամ կատաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով Վաչե Հրաչյանի Մկրտչյան ուրեմն ունիվերմակի դիմացի մայթի վրա Վաչեին Վարշավերանոցում Այդ տարածքները մի քիչ էլ կողտուն տարածք 42.9 քառակուսի մետր բանոր տարածքով էլի Ձևակերպով չէ շինություն։ Ինչ որ պես ճշտություն է ուրեմն իրանք 50 տարով քարոզապատման իրանքով վարձակալության էին վերցրել այս տարածքը, բայց շինթույլտվության հետ կապված իրանք ճիշտ ձևով չեն սարքել շինթույլտվության ժամանակից ստացել է, կայացած ինքնական կառույցը դարել այդ կառույցը էլի, ու երկար տարիներ այդ կառույցը կա, եղբորներ կողքի հողամասներ եղբորներ, հա, տենց հա, ընդհանուր Վարշավերանոցը ինքը 25.27 մետր տարածք Քվեարկեցինք կողմ Չէ, բանալած է դեմ ձեռնպա 30-ը Տալ համաձայնություն Տալ համաձայնություն տալուշի մարզ համայնք բեր, գյուղ նավուր, երկրորդ փողոցի վրա արարացներ թիվ հատվող է դեմ ձեռնպա չունենք 31-ը Տալ համաձայնություն տալուշի մարզ բեր համայնք գյուղ արձաբերդին երորդ փողոցի վրա արարացներ թիվ մեկ մրբացքը և տալուշի մարզ համայնք բերդ գյուղ արձաբերդին երորդ փողոցի առաջին մրբացքի վրա արարացներ թիվ մեկ հատվող է դեմ ձեռնպա չունենք 31-ը Տալ համաձայնություն Արտվաբեր տալուշի մարզ բերդ համայնք գյուղ արձաբերդին 21 փողոցի վրա արարացներ թիվ մեկ հատվող է Ակուբին էլ ավելացնեին կողմ Տալուշի մարզ չկարդամ, տալուշի մարզ բերդ արձաբերդ ամիկրոտ փողոցի վրա արարացներ թիվ երկու փակող է և տալուշի մարզ համայնք բերդ արձաբերդ գյուղ 21 փողոցի վրա արարացներ թիվ երեք փակող է տալուշի մարզ համայնք բերդ արձաբերդ գյուղ 21 փողոցի վրա արարացներ թիվ 4 փակող է կողմ դեմ ձեռնպա և տալուշի տալ համաձայնություն
Բրծան։ Եվ վերջին հարցը Տավուշի մարզի պետհամայնքավականի ոչ է նստաշրջանի հետական նիստի գումարմանով ժամ սահմանել 26 թվականի հունիսի 18-ը ժամ 16:00 դրանից հետո 3 ամիս դոկտորներ դիգանքի 3 ամիս շնորհակալություն հայկայության համար շնորհակալություն չունենք Աստծով, սիրով, սրտով դիմակայենք բոլոր փորձություններին